Իմ ծնողները Ադրբեջանի Դաշկեսանի շրջանի Կուշչի գյուղից են, Խաչակապ գյուղից են, տեղափոխվել են Երևան 1962 թվին, ամուսնացել են ու տեղափոխվել են ստեղ, ունեցել են երկու որդի, մեծ եղբայրսը 1963 թիվ, ես 67 թիվն եմ, երկու որդի են ունեցել ծնողներս, մեծացրել են տանջանքով, չարչարանքով մեծացրել են մեզ, ուսումի են տվել, բարձրակարգ ուսումներ են տվել, երկու ինստիտուտ ես եմ ավարտել, երկու ինստիտուտ Գումարաթ Վայենի ակադեմիա եղբայրս ավարտել, մասնածառայել եմ սովետական բանակում, Մոնղոլիայի ժողովրդական հանրապետությունում, եղբայրս զինվորական է, սպայ կադրվի, կադրային սպայ, գնդապետ, հիմա թոշակի է արդեն, մի քանի տարի է թոշակի է անցել, երկար տարիներ ծառայել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, ինքս Արցախյան ազատամարտի մասնակից եմ, սկսել եմ պայքարս 89 թվականին ֆիդայական ջոկատով, ջոկատներով և մինչև 92 թվականը, 92 թվականին ամուսնացել եմ Մարգարիտայի հետ, կազմել ենք ընտանիք, ունեցել եմ առաջի որդիս Ռուբենս, 93 թվականին նոյեմբերի 24-ին ծնվեց Ռուբենս, մեծ ցնծություններ, մեծ ուրախություններ են մութ ցուրտ տարիներին, բայց մեծ ուրախություն էինք ապրում, մեծացրեցինք 4 տարեկան էր Ռուբենս, ծնվեց փոքր տղաս Տիգրանը 1997 թվականին, երկու երեխաներս սովորել են Իսակովի անվան 132 դպրոցում, ավարտել են երկուսն էլ բարձր առաջադիմությամբ, Ռուբենս գերազանց, Տիգրանը բարձր առաջադիմությամբ, 2010 թվականին Ռուբենս ընդունվեց Մոսկվայի ռազմական համալսարան, միջազգային հարաբերություններ, թարգմանիչ, լինգվիստ մասնագիտությամբ, 5 տարի սովորեց Ռուբենս, ավարտելուց հետո ավարտեց գերազանց կարմիր դիպլոմով, որի համար պարգևատրվել էր հատուկ Ռուսաստանի պաշտպանության նախարար Շոյգուի կողմից առանձնահատուկ պարգևով, դիպլոմ, որպես կարմիր դիպլոմով ավարտած, 2015 թվականին Ռուբենս ավարտեց ուսումը, վերադարձավ Հայաստան, հայրենիք, անցավ ծառայության, 2 ամիս հետո ընդունվեց Տիգրանս, էլի գնաց Մոսկվա, սովորեց 5 տարի ռազմական կապի ակադեմիայում, ավարտեց գերազանց, իհարկե ոչ կարմիր դիպլոմով, բայց գերազանց առաջադիմությամբ, 20 թվականին Տիգրանս մայիսին ավարտեց, վերադարձավ, աշխարհի ամենաուրախ և ամենաերջանիկ մարդն էի ես, որ ունեմ սենց ընտանիք, երկու որդիներս, ամբողջ ընտանիքս զինվորական, եղբայրս գնդապետ, տղաներս զինվորական սպաներ, Ռուբենս կապիտան էր, Տիգրանս լեյտենանտ, նորավարտ, և կովիդը սկսվեց, այդ կովիդի ժամանակաշրջանն էր, ես իմ ամբողջ կյանքիս ամենաուրախ լավ պահերը ապրել եմ հենց այդ կովիդի ժամանակահատվածում, երբ որ շփումները սահմանափակ էին, այդ սահմանափակ շփումների ընթացքում հիմնականում երեխեքն էլ, ասենք ծառայությունից, աշխատանքից հետո տուն էին գալիս, այն ժամանակ մեկը մյուսին հյուր չէին գնում, բան չէին անում, ու կարելի ասել անընդհատ ընտանիքս հավաք էր, աշխարհի ամենաուրախ և երջանիկ մարդն էի, դա տևեց շատ կարճ, այնքան մինչև սկսվեց չարաբաստիկ պատերազմը սեպտեմբերի 27-ին 20 թվականին, ձգտումը, նախ ասենք երեխաներս փոքրուց իմացել են, որ եղբայրս դե զինվորական է, իմացել են, որ ես պատերազմի մասնակից եմ, ունեմ բազմաթիվ մեդալներ և շքանշաններ,
ունեմ հաշմանդամության կարգ, պատերազմի մասնակից հաշմանդամ։ Մոնթե Մելքոնյանը իմ ընտանիքի մտերիմ ընկեր բարեկամն ա եղել, բազմաթիվ անգամներ այս տանը նստել, այս նույն բազմոցի վրա Մոնթե Մելքոնյանը նստել Սեդայի հետ եւ սուրճ ենք խմել եւ թեյ ենք խմել եւ հաց ենք կերել, շատ շփումներ ենք ունեցել։ Իմ հարազատ ընկերներից ա եղել, կարելի է այսպես ասել։ Եվ երեխաներս փոքր էին, փոքր ժամանակվանից, երբ որ Տիգրանը սկսեց արդեն մի քիչ հասկանալ, խոսել, այդ տարիքից ամեն տարի մենք միշտ գնացել ենք Եռաբլուր։ Հատկապես նոյեմբերի 24-ին Ռուբենից ծնունդն է, նոյեմբերի 25-ին Մոնթե Մելքոնյանի ծնունդն է։ Այն ժամանակ գնում էինք Եռաբլուր, Եռաբլուրում ունեինք միայն մի հատ Մոնթե Մելքոնյան։ Մեզ որ հոգեհարազատ ընտանիքին ուրիշ տենց հատուկ մարդիկ չունեի մտերիմ, որ շատ մտերիմ լինեի։ Երեխաները սկսեցին քիչ-քիչ մեծանալ, այդ ընթացքում շատ են եղել մեր տանը մեր ընկերները, բոլոր զինվորականներ, գնդապետներ, գեներալներ, շատ գեներալներ։ Ու իմ տղաները տեսնելով այդ զինվորական, նախ իմ ընտանիքը մի քիչ դիսցիպլինար զինվորական կարգապահությամբ է, դա երևի իմ ծնողները զինվորական ոչ մի բան չունեն, բայց ծնողներից դաստիարակությունով փոխանցվել մեզ որպես ավանդական զինվորական կարգապահությունով այդպես եմ մեծացրել ես իմ երեխաներին։ Մեծացան երեխաներս ու Ռուբենս շատ էր ուզում, որ անպայման զինվորական պետքա դառնա, իր հորեղբորի նման գնդապետ լինի, մեր ընկերների նման։ Ես հիշում եմ շատ տպավորվել ա մեջս, Ռուբենս 10 տարեկան էր 2003 թվականին Էրեբունի օդանավակայանում եկել էին ամբողջ ՍՆԳ-ի պաշտպանության նախարարները եւ մեր այն ժամանակվա պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը կանգնած էր Ռուբենիս հետ, մենք էլ գնացել էինք եղբորս ճանապարհելու դելեգացիայի կազմով Մոսկվայից եկել էր Սերժ Սարգսյանը առանձնացավ պաշտպանության նախարարն էր, քայլելով մոտիկացավ ինձ եւ Ռուբենին, բարևեց, սիրեց Ռուբենիս, ասեց, «Էս ինչ լավ տղա ես, էս ինչ սիրուն տղա ես, ինչ ես դառնալու որ մեծանաս», ասեց, «Զինվորական»։ Ասեց, ուրեմն շոյեց գլուխը, համբուրեց, ասեց, ուրեմն դու գեներալ կդառնաս, անպայման դու գեներալ ես դառնալու։ Այդ երազանքով էինք ապրում, այն էլ սենց ստացվեց։ 15 թվականին, որ Ռուբենս ավարտեց եկավ, միջև արդեն իր ավարտելը, Տիգրանս արդեն որոշված, ինքն էր որոշում կայացրել, հաստատական, որ անպայման գնալու է զինվորական կրթության եւս։ Ինքն էլ գնաց զինվորական կրթություն ստացավ, որպեսզի մեր ավանդույթները շարունակվի, մեր երկրի, մեր հայրենիքի պաշտպանությանը լինենք բոլորս պետքական։ Մանկական որոշում էր դա, թե զգում էի, որ հստակ է արդեն ինքը։ Չէ, դա կարելի է ասել մանկական չէր, որովհետև ինքը արդեն կարատեով էր զբաղվում, իհարկե վերջում արդեն հասուն տարիքում դառավ կարատեի Եվրոպայի չեմպիոն, սև գոտի, երկրորդ դան, բազմաթիվ հաջողություններ ուներ Ռուբենս, Տիգրանս էլ է կարատե պարապել, բազմաթիվ հաջողություններ ուներ եւ այդ կարատեի տեղն էլ ընդեղ էլ շատ կարգապահական դիսցիպլինար տեղ էր եւ կարգ ու կանոն էր։ Իմ երեխեն կարգ ու կանոն սիրող մարդ էր։ Երեխա ժամանակվանից դպրոցից սկսած ինքը կարգ ու կանոն, որ ընտանիքում ինչ տեսել էր, նույնն էլ դրսում էր իրագործում։ Դա փոքրուց երազել է, որ զինվորական դառնա։ Հետո որ մեր ընկերները հիմնականում բոլորը զինվորականներ էին, մարդիկ կան մեր ընկերների մեջ, որ հերոսներ են, հերոսական արարքներ են կատարել, հայրենիքին մատուցած հատուկ ծառայությունների համար հատուկ պարգևների են արժանացել, որոնց մասին առայժմ չեն ասում, կասվի երևի մի 40, 30, 50 տարի հետո նրանց գործած սխրանքների մասին։ Տենց տեսնելով երեխաներս էլ այդ ոգով դաստիարակվեցին եւ մեծացան։ Ձեզ համար հեշտ է իրանց ընտրությունը, որ գիտեք, չէ՞, ասենք պատերազմ եք անցել, չգիտեք, որ դա հեշտ ուղի չի։ Դուք խրախուսել եք, թե ինքնուրույն է դա ստացվել։ Ոչ, ես խրախուսել եմ նաև, շատ դժվար էր կնոջս համար,
հենց Ռուբենիս ընդունվելուց միակ դեմը, որ կար զինվորականին, դա միայն կինս էր, որ չէր ուզում, որ երեխաները, սկզբից Ռուբենս, որ դառնա զինվորական, բայց որ Ռուբենն ավարտեց, եկած արդեն Տիգրանն էլ վсё որոշված, որ ինքն էլ է գնում դառնում է զինվորական, այդտեղ ընդհանրապես ստրես տարավ, երկու երեխա ունենք, երկուսն էլ զինվորական, ասի իրանք են ընտրել, իրանք են որոշել, իրանք են։ Ես գիտեմ, որ զինվորական, եթե մարդ զինվորագրվում է հայրենիքին, պետությանը ծառայում է հայրենիքի պաշտպանությանը։ Ես գիտեմ, որ զինվորականը պատերազմ կարող է լինի, պատերազմի ժամանակ զոհվում են նաև։ Ես այդ ամեն ինչը սաղ գիտեի, որտեվ ես անցել եմ այդ պատերազմի մեջով եւ գիտեմ։ Իմ Ռուբենս նորավարտ 10 ամսվա ավարտած երիտասարդ լեյտենանտ մասնակցեց ապրիլյան քառօրյա պատերազմին։ Չնայած այդ պատերազմից ինքը ընդհանրապես ոչ մի բան չէր խոսում, բայց հիմա արդեն 20 թվից հետո այնպիսի բաներ են պատմում Ռուբենիս մասին, որ թե ինչ էր արել այնտեղ երիտասարդ տղա լինելով, քանի որ իր զինվորները բոլորը պայմանագրային էին։ Իմ երեխան 22 տարեկան լեյտենանտ, նրանք 30, 40, 35, 45 տարեկան պայմանագրային զինվորներ էին, իր զինվորները։ Ինքն էլ նրանց հրամանատարը։ Ես գիտեի, որ ամեն ինչ էլ լինում է պատերազմի ժամանակ։ Ուղղակի սա պատերազմ չէր։ Իմ երեխային չեմ ուզում շատ լարվեմ, որովհետև դժվար կլինի ինձ շարունակել զրույցը, բայց իմ երեխային պատերազմում չի զոհվել։ Եթե զոհվեր հերոսաբար, թող մյուսս էլ, Տիգրանս էլ զոհվեր, կիմանայի երկու որդիներս զոհվել են։ Ու հպարտությամբ ման կգայի, կասեի իմ տղաները հերոս են, թող ես էլ զոհվեի։ Իմ կինը հպարտությամբ ման կգար, իմ մայրը ման կգար հպարտությամբ, կասեր ես հերոս տղա ունեմ, բայց կանխամտածված տանել սպանդի ենթարկել 5000 հոգու եւ այդքան տղաների սարքել վիրավորներ, հաշմանդամներ, դժբախտացնել այդքան ընտանիքներ, սա արդեն ես այդտեղ միտում եմ տեսնում։ Ոնց էր անցնում այդ ծառայությունը, կիսվում էր թե չէր կիսվում, ինչն էր իր համար դժվար այնտեղ, ինչն էր որ ոգևորում էր։ Որ ճիշտն ասեմ, այս Ռուբենիս համար այդ 5 տարվա ուսումը իրա պատմելով եղել է մի հատ հրաշք մի բան, որովհետև գնացած առաջի օրվանից իմ երեխան, քանի որ այնպեսի պատրաստվածություններ, որ նախ սովորել է հատուկ ֆակուլտետում, այդ հատուկ ֆակուլտետը միանգամից նստացրել են 3-րդ կուրս, ոչ թե 3-րդ կուրս, առաջի կուրսից սկսել է սովորել 3-րդ կուրսի դասընթացով, քանի որ ինքը առաջի եւ 2-րդ կուրսերի դասընթացը գիտեր, հատուկ հանձնաժողով են հրավիրել Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից, եկել են ստուգել են, միանգամից նստացրել են 3-րդ կուրսի ծրագրով, որպեսզի սովորի։ Նախ, երկրորդը տղաս ռուսերեն կոչվում է Старший национальной группы, հայկական խմբի, ազգային խմբի ավագներ, կուրսանտների մեր։ Շատ ակտիվ, լեզուներին տարբեր ռուսերենին տիրապետում էր գերազանց հայերենից ոչ պակաս, անգլերենին տիրապետում էր գերազանց հայերենից ոչ պակաս, ֆրանսերենից թույլ էր, բայց այնտեղ ավելի ուժեղացրեց ֆրանսերենը ու ինքը ամեն ինչում առաջավոր էր, ոնց ասեմ, գերազանցիկ էր ամեն ինչում։ Ինչ եթե մի բան անում էր, նրա մոտ պետքա լիներ գերազանց դա։ Սովորում էր, ուրեմն պետքա լիներ ամենալավ սովորողը։ Կարգապահություն էր, ուրեմն պետքա լիներ ամենակարգապահը ինքը։ Սպորտեր պետքա լիներ առաջի տեղում, ամեն ինչում տենց ինքը շատ ուժեղ տրամադրվածություններ մեծ ապա ասում էր ես պետքա անպայման գեներալ դառնամ եւ ոչ թե գեներալ-մայոր, այլ գեներալ-գնդապետ պետքա ես լինեմ։ Պատրաստվում էր երեխաս, քանի որ տիրապետում էր շատ լավ գիտելիքներ ուներ, պատրաստվում էր զինվորական ակադեմիա ընդունվելու, ավարտելու, բայց շատ հուսախաբ եղավ 18 թվի 2018 թվի այդ թուրքական հեղափոխությունից հետո, իշխանափոխզավթումից հետո շատ հիասթափվեց, քանի որ այդ առաջի խաղաղապահ զորամասից, որ դուրս եկան են առաջի մի քանի ոչնչություններ, որ դուրս եկան եւ միացան ես սրանց խմբին, անունները չեմ կարողանում ճիշտ գտնել, որպեսզի որակավորումներս ճիշտ տամ, դրա համար չեմ։ Հենց իրա զինվորներից էին, որ
դարպասները բացել էին ու դուրս էին եկել։ Իհարկե, երկար ծառայողական քննություն անցավ, բան եղավ, բայց քանի որ իմ երեխան ճիշտ սպա էր, ճիշտ դաստիարակությունով, զինվորական դաստիարակությունով, որ զինվորականը պետք է զբաղվի միայն զինվորական գործով, քաղաքականությունով չպետք է զբաղվի։ Նա քաղաքականությունով չէր էլ զբաղվում։ Գերազանց տիրապետում էր իր մասնագիտությանը, որ ոլորտը մտնում էր զորամասի հրամանատարները մեր արդեն հանգուցյալ կարելի ասել, որովհետև մի քանի ամիս առաջ մահացավ Արտուրը Սիմոնյան գեներալ, զորամասի հրամանատարն էր, խաղապահ բրիգադի հրամանատարն էր, նաև ինձ մանկական ընկեր, դպրոցում իրար հետ ենք սովորել, ամեն տեսնելուց Արտուրն ասում էր, արա լավ, ինչի ես զարմանում եմ էլի, ինչի մի քիչ սենց որ կարողանում եք սենց երեխեք ունենալ, մի քիչ շատ չեք բերել, ինչի եք երկու տղա ունեցել, դուք եթե կարում եք, ձեր մոտ ստացվում էր այս ձևի լավ երեխա դաստիարակել, ուրեմն պետքա 10 երեխա ունենայիք։ Մի քիչ տարբերություն կար, քանի որ ռուսական դպրոցը մի քիչ ավելի բարձր դպրոց է, ռուսական բանակը դա սովետական բանակի իրավահաջորդն է, իր կարգապահությամբ եւ իր ամեն ինչով, իսկ մեր հայկական բանակը նորաստեղծ բանակ էր, 20 տարվա բանակ էր, 25 տարվա բանակ էր, մենք հələ սովորում էինք ամեն տարի սովորում էինք, ավելացնում էինք գիտելիքները մեր բանակի։ Ինքն էլ պատրաստված էր, լավ պատրաստված կադր էր, իրան շատ հեշտ էր, իր համար կոպիտ ասած խաղաղ էր ծառայությունը, ինքը շատ լավ էր անցկացնում։ Նույնիսկ այդ չարաբաստիկ սեպտեմբերի 27-ին առավոտյան, երբ որ տագնապը եղավ, երկու որդիներս ամեն մեկը վերցրեց իր ուսապարկը առավոտ ժամը 7-ին ու գնացին պատերազմ, այն ֆիլմ կա մեր ազգային ձորի միրոք ֆիլմի մեջ, որ ասում է գլակ հպարտությամբ, իմ տղեն ֆրոնտ կերտա, իմ տղեն կռիվ կերտա, իմ Ռուբենս ուրախ, ժպիտով, ծիծաղալով, տատիկին գրկեց, տատիկ ջան, գնում ենք հաղթենք ու հետ գանք, գնում ենք վերջացնենք, սրանց հարցերը լուծենք, վերջացնենք, հաղթենք ու հետ գանք, ուրախ տրամադրությունով երեխես գնաց։ Բայց արդեն 4-5-րդ օրը ես նրա ուրախությունը էլ չէի տեսնում, որովհետև արդեն իր մտերիմ մարտական, իր հարազատ ընկերներից արդեն որ ունեցավ շատ զոհեր, ամեն օր իր ընկերներից մարդիկ էին զոհվում, շատ անտրամադիր էր խոսում։ Ես ստիպել էի իրան, ասել էի, խնդրում եմ, ես գիտեմ, որ պատերազմ է, ես գիտեմ, որ շատ ծանր է ամեն ինչը։ Միայն մի բան եմ խնդրում քեզ։ Մենք էլ մարդ ենք ստեղ, օրը 2 անգամ զանգի, խնդրում եմ, մի հատ առավոտյան զանգի, մի հատ երեկոյան զանգի, որ գոնե ձայնդ լսենք, իմանանք, Տիգրանս էլ իր զորամասը, մարտական զորամասը, ինքն էլ մարտական առաջադրանք էր կատարում, բայց տարբեր տեղերում էին։ Ռուբենս Արցախում էր, Տիգրանս ուրիշ տեղեր։ Իրար հետ չեն էլ եղել էլի եղբայրներով։ Ահա, ես խնդրել էի իրան, ուղղակի խնդրել էի, որ խնդրում եմ էլի քեզ, ինչ ձևով ուզում ես, մի հատ զանգ արա, ձայնդ լսեմ, այնքան որ ասենք բարի լույս, մի հատ էլ երեկոյան ասենք բարի գիշեր, ձայնդ լսեմ ու վсё, որովհետև ես արդեն պատկերացնում էի, նախ հոգեկան առումով մեր հոգեկան ընտանիքիս, հոգեկան ներաշխարհն էր ահավոր խառնված, ես իմ աշխատանքի բնույթով առավոտից մինչև գիշերը 1-ը, 2-ը, 3-ը զբաղված էինք այս մեր առաջին զոհված տղաների հուարկավորության կարգ եւ այդ ամեն ինչը սկսած հերացիից մինչև եռաբլուր, այդ ամեն ինչը մենք էինք կազմակերպում 4-5 հոգով Արաբկիր վարչական շրջանի զոհված տղաներին ա վերաբերվում եւ արդյունքում ունեցանք 78 հոգի զոհված հերոս տղա Արաբկիրից 44 օրյա պատերազմին։ Որ ճիշտն ասեմ, ուղղակի մի քիչ կարող է բան ստացվի, որ իմ երեխան է, ես նստալ իմ երեխայի գովքն եմ անում, յուրաքանչյուրի համար իր երեխան իր թանկ է,
յուրաքանչյուրի համար իր երեխան ամենագեղեցիկն է, ամենախելացին է, բայց քանի որ ես գիտեի, որ Ռուբենս շատ լավ պատրաստվածություն ունի, էլի, թե ֆիզիկական առումով, թե մտավոր առումով, բոլոր առումներով նա առաջամարտիկ էր ու ես գիտեի, որ ինքը ուժեղ տղա է, մեր ամենածանր այդ 78 օր, որ մենք ման էինք գալիս և փնտրում էինք Ռուբենից, իմ համար ամենածանրը, ես ասում էի երանի, իմանամ, գոնե իմանամ երեխես զոհվել է, միայն ոչ գերի, չնայած գերիների մեջ էլ էինք մենք փնտրում, միայն ոչ գերի, որովհետև ես գիտեի, որ իմ Ռուբենը նա գերի ընկնող տղա չի։ Սպայա, կապիտանա, ունի ատրճանակ կողքից կախած, վերջի վարյանտ, ամենավերջի, որ էլ ոչ մի ճար չունենար, ինքը իրան կխփեր կամ կպայթեցներ, բայց ինքը գերի հանձնվող տղա չի, բայց որ հույս ունեինք, որ կարող է գտնենք, նույնիսկ գերիների մեջ էինք փնտրում։ Ոնց ասեմ, ինքը չափից դուրս, ախր որ դուք իր ամբողջ զորախմբին հարցրեք, նույնիսկ 27 հոգի տվել էին մոբիլիզացված մեր տղաներից, իհարկե այդ 27-ից էլ զոհեր ունեցանք էլի, այդ տղաները, որ ինչեր են պատմում իմ Ռուբենի մասին, նրանք էլ հո զինվորական չեն, նրանք զինվորականության հետ ընդհանրապես կապ չունեն, զորահավաք ա եղել կամ կամավորներ են բոլորը, գնացել են կամավոր մասնակցելու հայրենիքի պաշտպանությանը, բայց թե ինչեր են պատմում, որ ինչեր են ընդեղ տեսել, թե ինչեր ա կատարվել, ասում եմ մենք գիտեինք, որ միակ եթե մեզ փրկություն լինի, մենակ էդի Պրազյանից կարելի է, ու այնքան ուրախ էինք, որ ինքն է մեր հրամանատարը, այլ ասենք անուններ չտալով, այս մարդը չի մեր հրամանատարը կամ այն մարդը չի մեր վաշտի հրամանատարը։ Մարդ կա, հենց հիմա խաղապահ զորքերում ծառայում է, 1.90 բոյով, երևի մի 120 կիլո հաղթանդամ քաշով տղա, ասում էր, ես Ռուբենին ասում էի, Ռուբ ջան, Ռուբ չէ, Պրազյան ջան, ամենաապահով տեղը ստեղ մենակ քու կողքը գտնվելն է, մենակ քու կողքը կարելի է լինել, ասում էր ինձ խանգարում ես, դու ես կռիվ եմ անում, ես կրակում եմ, դու ինձ խանգարում ես, չես կարում կռվես, գոնե պարկի, մի խանգարի։ Այդ տղան անձամբ է պատմել, ասում էի, ստեղի ամենաապահով տեղը քո կողքը գտնվելն է։ Հա, ես ոնց որ շատ սովորական լիներ, որտեվ գիտեի, որ տենց է, տենց էլ կա, տենց էլ պետքա լիներ նախ եւ տենց էլ կար, որտեվ ճանաչում էի ես իմ երեխային։ Աստծո փառքով, Աստծո օրհնությունով ես իմ երկու տղաների հետ ընկերություն էի անում։ Բառից բուն իմաստով ընկերություն էի անում։ Իր հրամանատարներից մեկը, որի տղան Ռուբենից հետ էր սովորում, հեռացրեցին ռազմական համալսարանից, նեղացել էր, ասում էր Ռուբենը չօգնեց ոչ մի բանով, երեխուս հեռացրեցին։ Ռուբենս էլ ասացի ես կգնամ, իր հարցերի կպատասխանեմ բոլոր, Ռուբենս թույլ չէր տվել, որ ես գնամ, գնացել ասել էր քո տղեն, որ քեզ խաբում է, ինքը որ խաբեբայ է, քեզ խաբում է, դու եկել ես ումից ես ինչ պահանջում, իմ կյանքիս ամենաառաջի եւ իմ հարազատ ընկերը իմ հայրն է, ես ինչ նեղության մեջ լինեմ, ինչ սխալ գործած լինեմ, առաջին իմ հորն եմ զանգում, իմ հայրը իմ բոլոր հարցերը լուծում է, ես իմ հորը երբեք սուտ չեմ խաբում, որտեվ իմ հայրը իմ ընկերն է։ Հիմա նույն ձևի Տիգրանից հետ եմ շարունակում ընկերություն անել, ուղղակի ընկերություն։ Այս ցավի մեջ ընկերություն եմ անում։ Ես հələ չեմ հաղթահարել, ճիշտն ասեմ, 5 տարի անցել, ոչ իմ ընտանիքը, հələ որ չենք հաղթահարել, կոպիտ է հնչում բառերս, բայց 5 տարի է ամեն օր մեր տունը հələ պանիխիդա է, չի ավարտվել այդ պանիխիդան։ Մեր վերքերը իմ ընտանիքիս, երբեք չի լավանա, կսպիանա, բայց երբեք չի լավանա,
կարող է մի քիչ ցավերը մեղմանա, երբ որ Տիգրանը ամուսնանա, երբ որ բալիկներ ունենա, ընտանիք կազմի, միգուցե մի քիչ մեղմվի մեր վերքերը։ Բայց առայժմ մեր ցավը չի մեղմանում, որովհետև քանի որ կա այս դավաճան, ապիկար, թշնամի իշխանությունը, անունները չեմ ուզում տալ, որովհետև զզվանք եմ ապրում ամեն անգամ դրանց անունները շեշտելով, հիշատակելով, քանի դրանք կան։ Այ երբ որ կգա այն ժամանակը, երբ որ բոլոր այս պատերազմի մեղավորները կպատժվեն, ես դրա համար եմ միայն ապրում, որպեսզի տեսնամ դրանց պատիժը, որ պատժվում են իրանք, եւ նաեւ ազգը հասկանա, որ դավաճանները պատժվում են, իսկ հերոսներին պետք է արժանավորին գնահատական տալ, ոչ թե հերոսացին ծնողներին, մայրերին ու հայրերին եռաբլուրում ձեռքից ոտքից բռնեն ու քարշ տան, այլ խոնարհվելով հարգանքով վերաբերվեն զոհված հերոսների ծնողներին, որովհետև ամեն մի տղա իր ընտանիքի լույսն ու ճրակն է։ Պատմեմ, սկսեմ առաջինը գտնելուց, երբ որ արդեն իհարկե իմ տղային գտել ենք մենք, ես, եղբայրս, իմ ընտանիքով, մենք ենք մեր ընկերներով, մենք ենք գտել, որովհետև մի քանի անգամ խմբեր են գնացել, նույնիսկ իր զինվորներից են գնացել են բոլոր զոհված տղաներին այդ օրվա այդ շրջափակման մեջ ընկած տղաների դիերը բերել են, միայն չկա Ռուբենից չեն գտնում։ Մենք էլ դրա համար էինք հույսով ապրում, որ միայն Ռուբենից չկա, չնայած ամենաառաջինը սնայպերը խփել է Ռուբենից, քանի որ բոյով հաղթանդամ հագու կապից նրա երևում էր, որ նա հրամանատար է, էլի, դրա համար հենց առաջինը թևից խփել վիրավորել է Ռուբենից եւ գտանք, բերեցին Երևան, տարան հերացի, ես գնացի, տեսա իմ տղային, իմ բալիկին գնացի տեսա, բոյով մեկ երեխես պարկած էր ամբողջությամբ, ռուսերեն ասում է ցելոստի սախրաննստի կարելի ասել էլի մարմինը, ամբողջությամբ, այսպես բարձրացրել եմ երեխայից ձեռքը ամբողջությամբ, սենց ոտքը ու շոյել եմ, բայց շատ նեղացած էի իմ Տեր Աստծուց, 78 օր ամեն օր գնացել եմ Սուրբ Հովհաննես եկեղեցի, պարկել եմ գետնին, պարկել եմ, խաչվել եմ այսպես ու աղոթել ու խնդրել աղաչել եմ, որ Տեր Աստված փրկի իմ բալին, խնդրում եմ պահի պահպանի իմ բալին։ Եվ երբ որ եկավ արդեն հուղարկավորության պահը, ես ասեցի 2 օր Սուրբ Հովհաննես եկեղեցում պանիխիդա չեն արել, թաղում չեն արել, սպասելով, որ Ռուբենիս համար պետքա սքոք արկանեն։ Ես ասի, ես Աստծուց նեղացել եմ, եկեղեցուց նեղացել եմ։ Ես պետքա տանեմ սքո սրա, չեմ տանելու եկեղեցի։ Ու չտարա եկեղեցի, նաև եռաբլուրել չտարա, որովհետև ասի ես սրբապիղծը էդ էր մնացել պակաս, որ ես սրբապիղծը հանկարծ գա ճոնը խոնարհվի իմ երեխու շիրիմին ու ուզենա ծաղիկ դնի։ Դրա համար տարել եմ ընտանեկան գերեզման, այլ չեմ տարել եռաբլուր։ Եվ հուղարկավորությունից հետո դեկտեմբերի 30-ին հուղարկավորել ենք, հանձնել ենք հողին իմ բալին, հունվարի 6-ին Զատիկից հետո հոգևորականները, հոգևոր հովիվը Տեր Տիրայրը, Տեր Դանելը ինձ հրավիրեցին Սուրբ Հովհաննես եկեղեցի, գնացի, ասցին ինչի սենց արեցիր, մենք սպասում էինք, ինչի, ասցի սենց, ես նեղացել էի։ Իրանք ինձ բացատրեցին, դրանից հետո նորից ես հետ դարձ եղա դեպի իմ Տեր Աստվածը, դեպի Տեր Հիսուսը։ Իրանք ասցին այդ քո աղոթքներն է 78 օրվա, որ դու քո երեխուն գտել ես, նույնիսկ DNK չենք արել մենք, որովհետև իմ բալն էր։ Հաստ ոսկու ցեպը եւ խաչը հիմա իր մայրն է կրում։ Երեխայիս վզին։ Ժամացույցը շատ լավ, iPhone-ը նոր ընդամենը պատերազմից 5 օր առաջ նոր հեռախոսը ոչ մի բան ձեռք տված չէր, ասեց
դա սա Աստծու քո աղոթքներով ա եղել, որ Աստված թույլ չի տվել, որ ոչ գիշատի չա քո երեխուն տեսել, որտեվ շատ բաներ եմ տեսել էլի ես այդ ընթացքում 78 օրվա մեջ, ոչ գիշատի չա տեսել քո երեխուն, ոչ թուրք ա տեսել քո երեխուն, ոչ էլ նաև հայ ա տեսել, որովհետև կարող ա հենց այդ վզի ցեպն ու խաչը հաստ, հենց մենակ տեղում հենց կհանեին ու կտանեին, այդ քո աղոթքներով ա, որ քո երեխայի մարմինը պահպանված այս ձև հասավ քեզ։ Ու հաջորդ օրը հունվարի 7-ին Սուրբ Հովհաննես եկեղեցում մեծ պատարագ եղավ հատուկ Ռուբենիս համար, այդ օրվանից ես նորից ոնց որ ասած ետ դարձա իմ հայ առաքելական եկեղեցին, իմ հավատքը, իմ Տեր Աստված ու ընդունում եմ լրիվ իրանց ասածը, որ իրականում այո, տեսնելով հիմա իմ բախտակից ընկերների զրույցներից, պատմածներից, որ ամեն մեկի երեխայից 2 հատ ոսկոր են տվել, ասել են սա քո երեխան է, տար հուղարկավորի։ Գոնե ես գիտեմ, որ իմ երեխան ես անձամբ իմ ձեռքերով եմ տարել հուղարկավորել, անձամբ եմ ես իմ երեխուն շոյել, ձեռքերն ու ոտքերը շոյել, պահպանված էր մարմինը, գլուխը իհարկե պահպանված չէր, նեխած էր, բայց մարմինը ամբողջությամբ պահպանված եւ այդ ամեն ինչը ինչ որ գտել էին, սա երեխայիս վրա էր։ Ռուբենը երևի պարտություն չտեսավ, հաղթանակած գնաց։ Ես էլ եմ կարծում այդպես։ Ռուբենս հաստատ կարծում եմ վերջի խոսքերը իր մտքում որ ասելա, ես գնացի ոչինչ։ Հետևից իմ աղբերն ա գալու, իմ հայրն ա գալու, հաղթելու ենք։ Այն մի հատ անունը չեմ ուզում տամ, իմ թշնամիներից մեկը ցուցակ ունեմ թշնամիներիս, անձնական ընտանիքից թշնամիների ցուցակ ունեմ, որից մեկն էլ են արծրունա ինչ զիբիլա, որ ասում են հաղթելու ենք խափելով ամբողջ ազգին, ժողովրդին եւ նաեւ մեզ։ Իմ Ռուբենս մտածելով, որ ես կգնամ ոչինչ, ես կզոհվեմ իմ հետևից, եղբայրս կգան, ընկերներս կգան, մենք հաղթելու ենք։ Եվ այո, մենք կհաղթեինք։ Մենք էլի կհաղթեինք, թեկուզ այդ զոհերի գնով մենք էլի կհաղթեինք, եթե չունենայինք դավաճանված իշխանություն։ Ուզում եմ ասել, երբ պարտություն չի տեսել, ինքը իսկապես էլի թեկուզ շրջափակման մեջ դե հիմա պատերազմը դա էլ է լինում, ինքն հրամանատարը հասկանում է։ Այդ իր խնդիրը այդ պահը լուծել է, ինքը իր զորքի դուրս գալը ապահովել է զորքին։ Այսինքն ինքը այդ բանով ինքը իրան այդ պահին հաստատ պարտված չի զգացել։ Ինքը մենք դա ոնց կարող ենք քո կարծիքով էլի իր այդ վստահությունը իրականություն դարձնենք ապագայում։ Հարցս է ձևակերպել։ Միայն կարծում եմ Արցախի հետ բերելով, որ գա այն օրը երազում եմ, որ գա այդ օրը, որ գնամ Արցախ, գնամ Հադրութ, այն հողի վրա, որտեղ իմ երեխու արունն է տապված, համբուրեմ այդ արունոտ հողը, ասեմ բալես, մենք հաղթեցինք։ Այդ ժամանակ միգուցե կարող է մխիթարվեմ, կարող է չգիտեմ, ես կապրեմ այդքան թե չեմ ապրի, կլինեմ այդ ժամանակ թե չեմ լինի, բայց քանի ապրում եմ, մինչև վերջին շունչը պայքարելու եմ։